Հարգելի ցուլեր, եկեք տեսնենք ինչպիսին կլինի ձեզ համար հուլիս ամիսը։ Հուլիսը ցուլերի համար ինչպիսին կլինի։ Ցուլերի աշխատանքը, ֆինանսը, անձնական կյանքը, առողջությունը, ցուլերի համար խորհուրդ եզերքից, անակնկալը և զգուշացումը։ Լենորմաններով գնայինք ողջ ամսվա էներգիան, տեսնենք ինչպիսի էներգիաների մեջ հակված կլինեք դուք։ Ես ասեմ, որ ես արդեն արել եմ երեկվանից, երեխաների, երկու քույրերի ջրում հայտնվելու կանխատեսումը, այն իմ ֆեյսբուքյան էջում է, եւ իմ ֆեյսբուքյան էջը ընդամենը հայերեն տառերով պետք է հավաքեք դարո կանխատեսում։ Եվ մտնեք լսեք, այստեղ չեմ տեղադրել բացի ֆեյսբուքից ուրիշ ոչ մի տեղ, եթե ցանկություն կունենաք լսել, կարող եք մտնել լսել։ Եվ հարգելի ցուլեր, ձեր աշխատանքը այստեղ 7 գավաթներն է ցույց տալի, դուք աշխատանքի հետ կարող եք լինել այսպես բավականին էմոցիոնալ, խառը, կամ ուզենաք ինչ-որ ստեղծագործ մոտեցում ցույց տաք ձեր աշխատանքին, այստեղ երասկոտություն կա, վարդագույն ինչ-որ գույներ կան, որոնք դուք կփորձեք մտցնել ձեր աշխատանքի մեջ։ Եթե նայենք ձեր ֆինանսը, հարգելի ցուլեր, այստեղ 6 սրերն է, ֆինանսը կարող է գալ այսպես ավելի շուտ դուք ֆինանսական հարցով կարող եք դուրս գալ ճանապարհ, ինչի՞ չէ նաև ֆինանսական փոխանցումներ են լինելու եւ ֆինանսական հարցերում ձեզ մեծ փոփոխություն է սպասվում։ Էլ չեմ խոսում, որ ֆինանսը կարող եք ծախսել ճանապարհության հետ կապված հարցերում։ Ձեր անձնական կյանքը ինչպիսին կլինի, կարոլ ժեզլով, դուք կմտածեք անձնական կյանքի հետ կապված, ավելի այսպես քայլեր անելու, որոշումներ ճշգրիտ կայացնելու, եթե կինը պահող է, ապա իր անձնական կյանքում գլխավոր դերը կկայացնի այսպես տղամարդը, եթե տղամարդ է լսողը, ուրեմն ինքը դեռ ինչ-որ որոշելու, իր քայլերի, իր գործողությունների հետ կապված դեռ հարցեր ունի, բայց ունի նաև իր ուրույն տեղը, այսինքն հասել է ինքը մի աստիճանի, որտեղ այսպես ունի իր թագադրված տեղը։ Ինչ վերաբերվում է հարգելի ցուլեր ձեր առողջությանը, ապա ուզում եմ ասել, խնայեք ձեր նյարդերը եւ հրդեհներից զգույշ եղեք։ Եթե մենք նայում ենք որպես խորհուրդ, ապա տիեզերքը ձեզ ասում է ֆինանսի հետ, այստեղ տեսեք ասեցի փոխանցումներ, այստեղ ձեր էներգիայի եւ ֆինանսի հետ կապված, քանի որ դուք հողի նշան եք, ձեզ խորհուրդ է տրվում, որ ֆինանսական հարցերը կարգավորեք առաջներդ, որպեսզի հետո ֆինանսական ինչ-որ ծանր վիճակի մեջ չհայտնվեք։ Նաև խորհուրդ է տալիս հետևել ձեր էներգետիկային, ձեր նպատակին, ձեր ծախսերին, որպեսզի խնայողաբար ծախսեք, որ այս վիճակում չհայտնվեք։ Տեսեք, ինչ վերաբերվում է անակնկալին, որը տեղի կունենա, անակնկալը տեղի կունենա ձեզ որոշումների հետ կապված, օրենքի հետ կապված կամ օդի տարերքի կնոջ հետ կապված, կինը այսպես բավականին սառը ճշգրիտ դատողությամբ անձնավորությունը, հնարավոր է անակնկալը ձեր համար գա հենց այդ կնոջ կողմից։ Եթե մենք նայում ենք որպես զգուշացում, պաշտպանտակլի այս նոր նյութեղեն նպատակներից, ծախսերից, ինչպես որ արդեն զգուշացրել է, եւ եթե դուք ունեք ձեր տանը փոքր երեխաներ, ապա ուշադիր եղեք հարգելի ծնողներ ձեր երեխաներին։ Եթե ինչ նայում ենք մենք
ձեր ողջ ամսվա էներգիան, ապա դուք բավականին այսպես ակտիվ կլինեք եւ կունենաք հաճախակի այսպես շփումներ կոլեկտիվի մարդկանց շրջապատի եւ հարազատների հետ։ Ողջ ժամանակահատվածը ավելի շատ այսպես շփվող կլինեք։ Այստեղ մեկուսացման կարճ չկա, որպեսզի դուք ուզենաք հանգիստ լինեք կամ մեկուսանաք, այլ ընդհակառակը բավականին ակտիվ կլինի հուլիս ամիսը ձեր համար։ Ձեր շրջապատում կարող են հայտնվել նոր մարդիկ, եւ այստեղ ցույց է տալիս հստակ լուր, հնարավոր է որին որ դուք սպասում եք, ֆինանսի հետ կապված կլինեն խոսակցություն եւ նաեւ ինֆորմացիա։